Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը, որ արդեն 3-րդ տարին է իր ծննդյան օրն անցկացնում Բաքվի բանտում, հրատապ ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Իր խոսքում նա սուր քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին, նրան համեմատելով Քաջ Նազարի հետ եւ բանտի գրադարանում վարչապետի գիրքը կարդալուց հետո մեղադրել վերջինիս ստախոսության ու գրագողության մեջ։ Նա անբարոյական է որակել մայիսի 28-ին ռազմական շքերթի անցկացումը, քանի դեռ հայ զինվորներն ու Արցախի ղեկավարները գտնվում են գերության մեջ, կոչ անելով հայրենասեր քաղաքացիներին չմասնակցել այդ միջոցառմանը։ Ուղերձի վերջում բարերարը շեշտել է, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է եւ կոչ է արել համախմբվել պետականության պահպանման շուրջ։ Վարդանյանը նախազգուշացրել է, որ պատերազմը չի ավարտվել։ Մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընդդիմությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է։ Եվ պատերազմը շարունակվում ոչ ռազմական, այլ ուրիշ ձևով։ Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եվրոպական միության մեջ փորձում են կրվածնել, ամենավտանգավորենը, որ մենք վերջում ընկնում ենք երրորդ ուժի տակ, եւ այդ երրորդ ուժը նստած սպասում է, ոնց է մենք դառնալու իրենց կախված եւ տնտեսական եւ պարանյութական եւ տեղեկատվական եւ տեխնոլոգիաներով եւ ամեն ինչով դառնալու ենք վայելել Թուրքիա եւ Ադրբեջան։